Բարի երեկո, հարգելի ժողովուրդ, հույսով եմ լավ եք, դուս ենք եկե ման գալու, ասում ով քնած չի, դուրս գանք ման գալու, լսեք ինչ լուսավոր է մեր փողոցները, տոն արա, պետք է լույս լինի, ամեն թաղամաս, ամեն փողոց մի ձև ազարդարված, ժողովուրդ ջան, ձայնս կարգավորեմ, որ ավելի նորմալ խոսամ, ինքան եք ասել ծանր ես շնչում, ծանր ես շնչում, մի արդեն ես էլ եմ մտածում, ասում եմ իսկականից շատ ծանր եմ շնչում, ինչի եմ սենց ծանր շնչում, մի հատ կարելի է սիրտը ստուգել, ու տենց տարբեր բաներ եմ մտքովս անցնում, շունչը կարգավորեցինք, շնչեցինք, արտաշնչեցինք, հիմա արդեն հույսով եմ նորմալ է, դեռ նորմալ է, հիմա չգիտեմ, վերջում ոնց կլինի, ինչ կլինի, բայց դեռ նորմալ է, այս հենց քայլով գնանք, քանի որ սաղ ճանապարհները փակ է, նայեք ինչ վրաններ են խփել մեծ, ոնց որ են հին հայկական հարսանիքներից լինի, հիշում եք, որ փողոցներում խփում էին վրանները, եղանակը ժողովուրդ, որ ասում զարթնիր և ժպտա արևին բան, տենց բարի բաներ չեմ ասելու, ոչ մի ժպտալ արևին ես, մի ամիս արևի չենք ներում, անձրև է ամբողջ օրը, ամբողջ օրը չի, բայց ամենայն դեպս անպամած է, անձրևային տրամադրություն է, պետք է որ մի քանի օրից բացվի արդեն, ու այսօրվանից պետք է բացվի տոլի, վաղվանից չեմ հիշում, բայց պետք է բացվի, կամաց բացվում է, անձրևները ավելի քչանում են, խոնավությունը մեր ջանից դուրս է գալիս, ու սկսում ենք նորմալ ապրել արդեն, աթոռները սիրուն դրած, մարդիկ վարձակալել են աթոռները կամ չգիտեմ ինչ են արել, բայց այս վրաների մեջ քեֆ ուրախություն են անում հենց Ֆայասի մասնակիցները։ Լավ, այսօր էլի մի հատ թեմա ենք ծեծելու, քամելու, որը միջև այսօր քամում ենք, պրոստո դուք կոմենտներով զարգացնում եք այդ թեման, հասկանում եք, չենք կարում կոմենտները կարդանք ու անտարբեր մնանք, դրա համար էլ անտարբեր չենք մնում։ Պետք է մի երկու բան խոսացվի այդ թեմայի շուրջ։ Թեման այնա, որ Եվրոպա գալ, չգալ, ինչով է լավ, ինչով է վատ, լավ բաներից չենք խոսում, հիմնականում խոսում ենք այն բաներից, որոնք որ կարող են պրոբլեմներ լինեն, եւ այլն։ Ու ինչի եկանք, որ ինչ որ կար ասեցինք, ինչ վատ բան կար ասեցինք, եթե մարդ կար Տոմ Սարլեր, որ արդեն պետք է գար, Տոմսը արդեն տվել է հետ, ու նստել է այդ մարդի իր համար իր տեղ ապրում է։ Չէ, հաստատ տենց չի, որովհետև եթե մարդ ուզում է գա, չեմ կարծում ես ինչ որ դեր խաղա իրան, ու չեմ կարծում, կարող է եւ ինչ որ մեկի մոտ ինչ որ դեր խաղա ու մարդը փոշմանի կամ փոշմանել կարող է պետք չի, կարող է ճիշտը գալ, հարցը չի, բայց ամենայն դեպս ես մի բան եմ մտածում, երբ որ ես էի ուզում գայի, երբ որ ես միացնեի ու սենց ինչ-որ մի բլոգեր կամ ինչ-որ մեկը ինչ-որ բացասական բաներ ասեր, մինուսներ ասեր այդ երկրի մասին, ես չէի սիրում նայել տես բաներ, ես կփոխեի կմիացնեի այն վիդեոները, որոնք որ բլոգերները գովում ու գովերքում են երկիրը, որը դու ընտրել ես, չէ, Որ ինչքան լավ բաներ են ասում, տեսարժան վայրերն են ցույց տալիս, ճոխացրած եւ այլն, լավ բաներ են ասում, գովում են, գովքում են քո ընտրած երկիրը, որտեղ դու պետքա գնաս։ Այդտեղ հաճելի էր, այդտեղ դուրներս գալիս էր, ուզում ենք նայենք, լսենք։ Իսկ ով որ վատ բան ասում, վատ բաներ ասում, նայ, թեկուզ դու վստահ ես, որ ինքը իր տված ինֆորմացիան քեզ պետք է, բայց որ սենց չես ուզում նայես, էլի սենց զորով կարող ասես մի քիչ նայես, սենց մի աշկդ փակ հանկարծ այնպես բան չասի, որ հիաստափես ու չգնաս,
Սենց մի կերպ սենց լսելով մի երկու բան փոխում ես էլին գնում ես այն բլոգերների մոտ ովքեր որ գովում ու այդ լավ տրամադրության պարկում քնում ես այսինքն ով ուզում է գալու է ով չի ուզում գա չի գալու ով չի կարող գա չի գալու ով կարող գա գալու է չգիտեմ այսինքն ինչ որ իրավիճակ է ու մարդիկ հիմնականում տենց են չէ միջև իրանց հետ միջև անձամ չի պատահում իրանց մաշկի վրա չեն զգում չեն հասկանում որն է ճիշտ որն է սխալ կարող է ճիշտն էլ է դա որ պետք չի հասկանալ կարող մարդը գալիս է շատ լավ ալում բացասական բաներից չխոսանք բայց հիմա մի հատ բան եմ ուզում ասեմ մի հատ հետաքրքիր բանի մասին ենք ուզում խոսամ ուրեմն տեսեք այս ամսի 1-ից տեղ տոնա ամսի 1-ից տեղ ֆայասն է որը որ ասացի շատ մեծ տոնա ստեղ շատ մեծ շուկով նշում են փողոցները փակել են տեսակ վրաններ են խփե ամեն տեղ այդ վրաններից է նայեք հերվում տեսնում եք փողոցի այն մյուսները այստեղ էլ է վրան ամեն փողոց ամեն բակ իր վրան ունի ու այդ կազմակերպիչները в общем նստում քեֆ ուրախություն ցերեկները ես չեմ նկարում ցերեկները մարդիկ բաներ են սարքում ինչ որ իրանց ճաշատեսակներն են սարքում պայե են սարքում միս են խորովում եւ այլն պարում ուրախանում երգում բոմբեր են տրակացնում եւ այլն մեծ տոն է իրանց համար Վալենսիայի համար մեծ տոն է շատ մեծ ու շատ հետաքրքիր տոն է հեսա էլի բաներ կլինեն էլի մարդիկ սենց խմբերով գնում են նվագախումբ է գնում սենց տարբեր բակերով գնում են քայլում են եւ այլն էս են անում վերջում այդ ասեցի այդ արձանները կդնեն կհավաքեն վերջում այդ արձանները կվառեն մի վարկան նույնպես որոշեմ ոնց են գնում լավ եկեք սենց գնանք փողոցով գնանք այդ արձանները վերջում կվառեն մի խոսքով շատ բաներ ա լինում որի մասին հիմա չեմ կարող ասեմ չեմ հիշում չեմ կարող ներկայացնեմ բայց հարցը ստեղ ուրիշ բան է տեսեք կոմենտերի մեջ այդքան մարդիկ գրում են որ Ստեղ մերը չի, ստեղ են չի, առասարակ Եվրոպայում դուրսը, ովքեր որ դուրսն են ապրում, գրում են ստեղ մերը չի, ստեղ են չի, մենք կարոտում ենք մեր երկիրը եւ այլն, կողքից ով որ չի ապրել դուրսը, մտածում եմ դե այդ մարդը չի հասկանալու, այդ մարդը չի տեսել, չի զգացել, դա չի պատկերացնի, իր համար այս տոնը, այս ուրախությունը բան, ինչ որ նոր բան է, ինչ որ հավես բան է ինքը կգա կնայի կուրախանա հակառակը նորությունը ավելի լավ կլինի եւ այլն բայց ժողովուրդ նայեք այս մեծ տոնում ենք այս տոնի մեջ ենք գտնվում բայց այս տոնը մերը չի այս տոնը մեր մասին չի այս տոնի հետ մենք պատմություն չունենք ժողովուրդ այս ուղղակի մեր համար մարդիկ են ովքեր որ ինչ որ միտեղ խորոված են սարքում, ինչ որ միտեղ պարում են, ինչ որ միտեղ բոմբեր են տրակացնում, ինչ որ միտեղ իրանց ազգային շորերով այդ աղջիկները տղաները իրանցին այդ ազգայնական շորերով ման են գալիս փողոցներով մազերը հյուսարած, կոսարած, չգիտեմ, սենց հետաքրքիր ձևերով, բայց մեր համար այդ ուղղակի ինչ-որ բան է, որ մենք կողքից նայում ենք ու մեր համար դա հարազատ ինչ-որ մի բան չի։ Այդ մեր տոնը չի, ինչքան ուզում ես դու ապրես։ Հա կարող է մի օր իմ երեխու համար այդ դառնա իր տոնը դառնա։ Ինքը դրանից չեմ անում, հաճույք ստանա, բավականություն ստանա, բայց այն մարդը, որ ամբողջ կյանքում ապրել է Հայաստանում, այս իր համար ուղղակի ինչ-որ մի բան է, ինչ-որ մի տեղ, դաժե ինչ-որ մի տեղ ձանձրացնող, հոգնեցնող բան է։ Մեր համար մեր տոնը օրինակ Վարդավառն է։ Ինչքան, չէ, ինչքան մարդիկ փոքր ժամանակվանից Վարդավառից ինչքան հուշեր կան, ինչքան Չէ, հիշում ենք որ օրինակ մենք Հայատում Շահումյանում էինք ապրում, ենք բանկի կրուկի մոտ։
Հիշում կանգնում ենք այդ խաշմիրուկին, վեդրոները ձեռներս, տղեկով, աղջիկով, կեսը էս մայթում, կեսը մյուսը մայթում։ Ու սկսում ենք ջրել ավտոներին, ավտոբուսներին։ Այն ժամանակ ավտոբուս չկար ավելի շատ մարշրուտկաներ էր, չէ՞, ռաֆերն էին 90-ականներին։ Այդ որի պատուհանը որ բաց էր ջրում ջրջնքում ենք, մի անգամ հիշում եմ դաժե այդ ոստիկանական վիլիս անցավ, այն ժամանակ վիլիսներ էին։ Վիլիս անցավ պատուհանը բաց, ոստիկանը ասես ձեռը դուրս գցած, ոստիկաններ մոտ։ Ոստիկան չէր, այն ժամանակ հենց միլիցիա հասկացողությունն էր, միլիցիա էր այն ժամանակ։ Ու այն ժամանակ իրանք էլ էին տենց իրանց պահվածքն էր այդ միլիցու շատերի բոլորի մասին չեմ կարող ասեմ, բայց հիմա ինչ եղավ, այդ ոստիկանին ջրեցին ու սաղս փախանք։ Այդ վիլիսը կանգնեց, մեր մեջից ով որ ավելի դանդաղ շարժներով, ավելի մի քիչ դինջներ, անֆայներ իրան բռնեց։ Բռնեց ու հիշում եմ հայաթով մեկ տարել էր ստիպում էր, որ այդ տղեն ասի թե ով է ջրել իրան։ Ջրողն է բարձացել էր արդեն շեն կորել էր։ Ինչ որ միտեղ ինչ որ մի վայրում կորել էր, վերջում մեր հայաթում մի հատ մարդ կար, Վազգեն էր անունը, այդ Վազգենը անունով մարդ էր, ծանոթ այդ Վազգենին կանչեցին, մի խոսքով այդ միլիցուն ճանապարհեց գնաց լավ վրցան, քիչ տխուր հիշողություն, բայց տխուր չէր, վատ չէր, բայց դա ուրախ չէր, ուրախել չէր, որտեվ մի խոսքով արանքում շատ բաներ եղավ, չեմ պատմում, կամ հիշում եմ ոնց էինք Դավիթ Հաշենում եմ ես հետո ապրել, դրանից հետո առաջի դասարանից հետո ես Դավիթ Հաշենում եմ ապրել, հիշում եմ ոնց էինք հարևանները ոնց էին կախված պատուհաններով կրոշկեքը ձեռները սպասում, որ մեկը մտնի պատյեստ, սա հարևաններով ջրեին ուրախանային։ Հենց մեկը մտնում էր պատյեստ, կապ չունի մեծելներ, փոքրներ, կրոշկեքով ջուրը շփում էին, այս մարդուն ջրում էին, սաղ ուրախանում էին։ Կամ վերևի հարևանը ջրում էր ներքևին, չէ՞։ Ինչքան բաներ ենք հիշում։ Կամ ասենք փողոցի երեխեքով կանգնած սպասում ենք մի հատ սպիտակ շորով աղջիկ անցնի, ջրեինք ուրախանայինք։ Այդ էլ գիտեք ինչի համար։ Ինչքան լավ էր։ Հիշում ենք, հետաքրքիր, երբ որ ասում ենք վարդավառ էտ ենք հիշում, էտա մերը, չէ՞։ Էտա հարազատ մեզ։ Հիմստեղ ինչ-որ մեկին ջրես կասեն սա գիժ է, եղբայր։ Այս խե ինչ ջրում, փողոցի մեջտեղը կանգնած մեզ ջրում է, բայց մեր համար ինչ սիրուն տոն է, չէ՞։ Դե հիմի մի քիչ ավելի հիմա մի քիչ Երևանում է տոնը ավելի սենց կիրթ, կուլտուրական, ավելի մեղմ է ամեն ինչ, բայց առաջ ինչքան կռիվներ էին, չէ՞ լինում, Վարդավառից հետո էլ մի շաբաթ մենակ կռիվների մեջ էինք, որովհետև ինչ-որ մեկի քրոջն էինք ջրել ու քուրիկը նեղացել էր։ Ու գնաց։ Մի խոսքով, կամ ասենք Տրնդեզը, հիշում եք, էլի երեխա ժամանակ էլի այդ պագրիշկեք կան, չէ, հին փողոցներում գցած, բրախած, մաշված, ծակված, վերում էինք, կուտակում էինք սաղ միտեղ, իրիկունը միտեղ նավթ էինք ճարում, սալարկա էինք ճարում, լստում էինք վրեն, վառում էինք, հիշում եք ինչ ծուխեր էր դուս գալի, ինչքան կրակ էր դուս գալի, վրից երկու անգամ թռնում էինք, դառնում էինք բնիկ աֆրիկացի։ Մենք որ սենց պապով աֆրիկացի ես, որ այրանդ մեջ այդ աֆրիկացու արյունը կա, այդ սևանում էինք։ Ու վրեքներից ես երկու շաբաթ այդ վառած բանի հոտը չէր անցնում, ռեզինի հոտը։ Ինչքան էինք ուրախանում, մեծ պատմություն կա, չէ, հիշում ենք ժողովուրդ։ Հիշում ենք, ուրախանում ենք, էդ է մեր համար հարազատ է, էդ է մեր համար տոնը, էդ ենք մենք հիշում, դրանից ենք մենք ուրախացել, էդ է մեզ բավարարում, երբ որ մենք Տրնդեզ ենք ասում, չգիտեմ, կամ Զատիկի տոնը, ձվերը ներկում էինք երեխա ժամանակ, իշնում էինք դուս, մի երեխու սաղս կրվում էինք, սաղ ձվերը բարձանում էինք տուն, պարզվում էր այդ անհամ խարդախ երեխեն Փեդով է կրել սաղիս, փեդից ձվով է սաղիս կրել, մենք սարքում էին, չէ, տենց, փեդից ձվեր, հետո կամաց արդեն
շուստիրացանք, որ տարածվեց մի քիչ, ասում ենք հերնայում դամ փեդա թե չէ։ Ու փեդի ձվերը արդեն չէր անցնում։ Կամ թեկուս նոր տարին, ժողովուրդ, նոր տարին ստեղ, նոր տարին այն նոր տարին չի։ Գիտեք ինչ տպավորություն, ոնց որ ասես մի հատ քաղցր, չէ, կներեք, քաղցր չէ, կարմիր հասած մի հատ խնձոր տան, ասես մեծ կլոր սիրուն, կծես, բայց համը ինչ չլինի։ Հիմի ստեղ է։ Նոր տարի է էլի, մարդիկ տես պատրաստություն են տենում բանում, բայց ինչ է էլի, ինչ որ դու տեսել ես, ինչ որ քեզ ավելի մոտ է, հարազատ է, այդ չի։ Չնայած Հայաստանում էլ հիմա այդ չի, Հայաստանում էլ հարևանների տուն չեն գնում, բայց առաջ ինչքան լավ էր, ինչքան էին գնում։ Հարևանների տուն հերթով, ֆռում պտտվում էին, գնում էին սաղկիշեր ընկերներով գնում էին իրար տուն։ Միջև լույս ֆռում ենք, ամիսօր էլի նույն բանը 2 օր, 3 օր։ Հիմի մի քանի օր շուտ Դուբայի տոմսեր առնում են, կամ չգիտեմ, Եգիպտոսի կամ Թիվլիսի տոմսեր առնում են, չէ։ Հայաստանում էլ արդեն համը կոր է։ Ու վերջ, դուրը փակում են ու թռան։ Մարդիկ, ասում են այդքան ծախսը պիտի այդտեղ անենք, գնանք ընդ ուրախանանք։ Անունը դրեցինք բան, այդ առևտրի բանի անունը դրեցինք, արա դե լավ, էս ինչա հաց ուտելու տոն է, էս ինչա բերում սաղ ուտում, խմում ենք բան էս կոմենքում։ Всё, այդ էլ արանքից անեցին, հավել լավա գնանք ուրիշ տեղ, ուրիշ երկիր հանգստան։ Այդ էլ արանքից անեցինք, իմ մենակ պարսիկներն են գալի այդ օրին։ Գալիս ուրախանում են։ Ասածս ինչ է, որ մարդ ինչքան էլ դուսը ապրի, ինչքան էլ ինչ էլ որ լինի, այն համոհոտ ինքը չի առնելու, ոնց որ իր երկրից առնում։ Այն սխալ չհասկանաք, չմտածեք, ես եկել եմ հիմի ասում եմ շատ վատ եմ, եկեք։ Շատ լավ կոմեր կա, շատ, Եվրոպան չգիտեմ, բայց Իսպանիայում շատ լավ բաներ կա, որ նախ կուզեինք, որ մեր երկրում էլ լիներ, երկրորդը, որ ստեղ կա, մենք վայելում ենք էդի, շատ լավ ամեն ինչ։ Բայց դե հիմի ասում ենք այն ինչ որ վատն է։ Լավը մարդը ստեղ գալուց է կտենա ու կուրախանա, բայց վատը որ տենա, դժվար թե տենց ուրախանա, չէ։ Չգիտեմ, կարող ինչ որ մեկի համար ստեղ տոներն էլ են հարազատ դարել իրամ, այդ չեմ կարծում, մարդ եթե երկար տարիներ մանկուց ապրել է մի երկրում ու ասենք 30 քանի տարեկանում, 40 տարեկանում, 50 տարեկանում գալիս է մի հատ ուրիշ երկիր, այդ երկրում ամեն ինչն էլ իր համար խորտ պետք է լինի ու միջև վերջ։ Իր երեխեքի համար կարող է ինչ որ տեղ, ինչ որ բան, բայց իր համար միշտ էլ ամեն ինչ խորտ պետք է լինի, դրա համար մարդ միշտ հենց ձեռը ճարալ եմ, ասում եմ գնում եմ Հայաստան, տոմս առել եմ գնում եմ, տոմս առել եմ գնում եմ, անդադ էդ ես լսում։ Անդադ ստեղից գնում գալիս են։ Որտեղ մարդիկ տենց են հանգստանում, տենց են հետ գալիս այդ ամեն ինչից։ Մի խոսքով։ Դե չէ ընդհանուր ժողովուրդ, այդքան ամեն ինչ էլ վատ չի, որ այսքան բաներ ենք ասում, չմտածեք շատ վատ է կամ չգիտեմ ինչ, նույն մարդիկ են, նույն տեղն է, նույն փողոցներն են, նույն ծառերն են։ Ուղղակի դու ինչի որ սովոր ես եղել ամբողջ կյանքում, դրան ես կապված։ Չէ՞ մնացած ամեն ինչ նույնն է, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է։ Շատ բաներ կա, շատ ավելի լավ է, քան մեր երկրում։ Անես չի որ այստեղ մենակ վատնա կամ չգիտեմ, տենց որ լներ հիմի ձեր ասացի պես այստեղ մարդ չէր մնա։ Կգային կնային, կտենային, կգնային հետ։ Այս մարդիկ այստեղ ապրում են, գոյատևում են, բազմանում են, զարգանում են, ծաղկում են ամեն իմաստով։ Այս կաֆեն միջև մի բաց է։ Աստորեն, հա, ասեք աթորները դրած։ Մի խոսքով, ինչ ասեմ։
Այսօր այսքանը, լավ կացեք, լավ մնացեք, բաժանորդագրվեք, կհանդիպենք վաղը, հաջողություն։